Քրիստոնյա աշխարհը նշում է Քրիստոսի Սուրբ Հարության տոնը, որը մենք անվանում ենք նաև Զատիկ։ Այն գարնան զարթոնքի վերածննդի խորհրդանիշ է, ուստի այս կարևոր տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները եւ ամենուր ունեն յուրատեսակ ավանդույթներ եւ սովորույթներ։ Զատկի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաև այլ եկեղեցիներում հատուկ պատարագ է մատուցվում։ Հայ առաքելական եկեղեցում բնորոշ ավանդույթները եւ զատկական ուտեստները ծանոթ են բոլորիս։ Եկեք տեսնենք, թե մյուս քրիստոնյաներն ինչպես են նշում։ Եվրոպայի որոշ երկրներում եւ Միացյալ Նահանգներում Քրիստոսի հարության խորհրդանիշը զատկական ճագարն է։ Պատմաբանների կարծիքով զատկական ճագարը գալիս է նախաքրիստոնեական Գերմանիայից, որտեղ մարդիկ այլ աստվածուհիների կողքին պաշտում էին նաև գարնան եւ պտղաբերության աստվածուհի Էոստրային, որի խորհրդանիշը ճագարն էր։ Լեհաստանում զատիկը տոնում են 2 օր։ Զատկի կիրակիին այնտեղ հաջորդում է այսպես կոչված թաց երկուշաբթին։ Հաջորդ օրը լեհերն իրար վրա ջուր են շաղ տալիս եւ համարում, որ սա մաքրում է նրանց մեղքերից։ Սա որոշակիորեն կարելի է նմանեցնել մեր Վարդավառին։ Ի տարբերություն Լեհաստանի, Ավստրալիայում զատկի տոնական օրերի թիվը 4-ն է։ 4-օրյա տոնակատարությունները սկսվում են ավագ ուրբաթ եւ ավարտվում երկուշաբթի։ Նրանց տոնի ճաշացանկը կազմում է տապակած գարան, տավարի կամ հավի միսը, համեմված բանջարեղենով։ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ մի քանի այլ կաթոլիկ եկեղեցիներում զատիկին մեծ ուշադրություն է դարձվում հատկապես շոկոլադին։ Այստեղ իրար նվիրում են շոկոլադե ճագարներ եւ կոպեկներ՝ ի նշան հաջողության։ Ռուսաստանում ի վերուստ մեծ ուշադրություն են դարձրել հատուկ զատկական հավկիթներին։ Ամենայուրահատուկները ունեին Ալեքսանդր III եւ Նիկոլայ II կայսրերը, որոնք նրանց համար պատրաստել էր հայտնի ոսկերիչ Կարլ Ֆաբերժեն։ Ռուսաստանում առաջին զատկական ձուն, պատրաստված ոսկուց եւ էմալից, Ալեքսանդր III ցարի նվերն էր իր կնոջը։ Զատկական տոների նկատմամբ հետաքրքիր ուշադրություն ունեն մեքսիկացիները։ Այնտեղ տոնվում է մոտ 2 շաբաթ եւ կրում ժողովրդական տոնախմբության բնույթ։ Ավագ ուրբաթ օրվանից թատերականացված երթեր են անցկացվում։ Իսկ Երուսաղեմում մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը։ Անկախ սովորույթներից եւ ավանդույթներից, Հիսուս Քրիստոսի հարության տոնը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ, այնպես որ Քրիստոս հարյաֆի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Արմինե Բրսոյան, Բարև Երկիր։